Ես ասում եմ ձեզ, որ կա ընդդիմության մեջ տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ժողովուրդը տվել է Հայկ Մարությանին, ազգային առաջընթացին եւ Թևանյանին եւ Մայր Հայաստանին, որ գնան լինեն ընդդիմություն եւ ընդդիմության ֆունկցիան է ըստ սահմանման իշխանությունից հեռացնել։ Մեծամասնության, ասում եմ ձեզ, ես բերել եմ նախագիծ, որով իմպիչմենտ եմ բերում, ասում եմ այդ մանդատից զրկենք, որ բերենք այդ երկու ուժերը, մարդիկ ասում են, մեզ պետք չի մատից զրկել, որտեղ դա բարոյական չի, այդ մարդ տնային կալանքի մեջ է, այդ մարդը տնային կալանքի մեջ է, ձեր բնակիչներին ասեք, որ մենք չենք կարող ձեր տրանսպորտի հարցը լուծել աղբանության, որտեղ մենք բարոյականության կներեք մի ընդհատեք, հարց եք տվել, լսեք, պատասխանում եմ։ Եթե դուք այտենց եք այդ նորմերով եք շարժվում, բարի եղեք, դուրս եկեք փողոց եկող տրանսպորտի դեմ ակցիաներ եք կազմակերպում, ասեք կներեք, այդ վշտարությունները դնում եք այդ թղթերի տակ։ Մի վարքյան, լսեք միշտ պատասխանես։ Ես ասում եմ այդ իրանց մասով, դուք ինձ հիմա հարց եք տալի, դուք լսեք, ես չեմ ասում։ Ես ասում եմ այդ մարդիկ ստեղ ուրիշ բան են ասում։ Որովհետև չեք թողում խոսամ ու անդադ ուզում եք ձեր ուզած հարցը տալ։ Ձեր ուզած հարցը տվել եք հիմա։ Հա, բայց դուք տեսնում եք պատասխան ձեզ դուր չի գալի, ուզում եք հարցը փոխեք ուրիշ հարցով։ Լսեք ինչ է։ Դուք ասում եք մենք գալու հարցը լսեք, շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Դե հիմա որ թողեք ես բացատրեմ, կասեմ։ Մենք ունենք 32 ձայն, մենք ունենք 32 ձայն։ Մի ընդհատեք, դուք լրագրող եք, ոչ թե քաղաքական գործիչ, որ բանավիճում եք։ Դուք հարց եք տվել, դուք բանավիճում եք։ Թողեք ավարտել, հիմա լավ չթողեմ ձեզ հարցը։ Ինչ կապ ունեն իրար։ Թողեք բացատրեմ, հարց տվեցիք, չէ՞։ Դե թողեք բացատրեմ։ Ի բացատրեք, պատասխան։ Դե ուր բացատրում եմ, պատասխանը բացատրություն կա, չէ։ Ես ինչը չէ։ Պատասխանը հարցը։ Այսինքն, եթե մենք ունենք 33 մանդատ, տվել է իշխանությանը, տվել է 32, տվել է 24 ՔՊ-ին, 8 էլ հանրապետության այդ մարդիկ ալեն կոալիցիա ու իրենց կոալիցիային մի հատ պակաս է։ Մի հոգի էլ գտնվում է անազատության մեջ, այսինքն 32-ը։ Ես ասում եմ այդ մարդը, որ անազատության մեջ է, եկեք իր մանդատից զրկենք, որպեսզի տեղը գա ուրիշ մարդ, մենք ունենք, հետո մենք արդեն կաշխատենք հանրային ձայնին, բերել ընդդիմության դաշտ, որ եթե կարողանանք իմպիչմենտ անենք։ Այս մարդիկ իմպիչմենտի ժամանակ ինձ ասում էին, իմպիչմենտը որ բերել ես արտակի բանը սկզբից բեր։ Իր մանդատի հարցը, դա ասում էր հանրային ձայնը, դա ասում էր Մարությանական թևը, դա ասում էր Մայր Հայաստանը։ Ես բերում եմ իրանց իմպիչմենտի այդ մարդու իմպիչմենտի հարցը, հիմա ասում են, դա բարոյական չի։ Բարոյական չի, 3 ամիս, 6 ամիս առաջ մտածեիք, որ բարոյական չի։ Բարոյական չի, մտածեիք ձեր ակցիաները անելու ժամանակ, այսինքն խնդիրը այն է, որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրանք ուզում են Երևանի քաղաքապետարանում քաղաքացու տված մեծամասնությունը ընդդիմությանը տված ձեներին տեր կանգնեն, այսինքն մենք ֆիքսում ենք, հա, մի ընդդիմություն մենք չենք համարում, մենք միակ նորմալ ընդդիմություն ենք, որը որ կարողացել է երկու նախագիծ բերի, մեկը իմպիչմենտի, մյուսը մանդատի զրկել, ու դա չի ունեցել արժանացել աջակցության, դա էական չի, 5 հոգի։ Ինչ կապ ունի դա։ Ես ասում եմ ձեզ, որ նորմալ չի, եթե ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու, իշխանությանը հաղթելու իրավական ճանապարհից օգտվի, դա նորմալ չի։ Եթե ձեր համար դա նորմալ է, նորմալ է։ Ժողովուրդը որոշի դա նորմալ է թե չէ։ ԿՊ-ին իշխանազրկելու մասին է խոսքը։ Այո, ոնց եք իշխանազրկում։ Պետք է ունենան 33 ձենը, որը ժողովուրդը ձեզ տվել է։ Հիմա մի ձենը սառեցված է տունը։ Ես ասում եմ դրան լուծում առաջարկեք։ Այո, մանդատի զրկել որտեղը գա։ Հիմա մենք ճիշտ հասկացանք եւ Հայկ Մարությանի թիմը եւ Հայկ Մարությանի թիմը, ինչպես դուք եք ասում, եւ Մայր Հայաստանը դրան դեմ է։ Կողմ են ըստ էության Տիգրան Ավինյանի հետակա պաշտպանողը։ Ես ասում եմ իրանք դեմ են մանդատը զրկելու։ Այդ մնացածը թող ժողովուրդը արդեն որոշի կողմից չէ, բայց ես ասում եմ, եթե դրան դեմ եք ու դուք ընդդիմություն եք, նույն ձեր գործողությունները արդեն պլանավորեք, կասկածի հարց չի, ես ինձ իրավունք չեմ տա, մարդիկ թող իմանան, որ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարանում կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն հանրային ձայնը ամբողջությամբ կորցված է ու այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց այն 7 ձենը հետ բերեն ու դառնան մեծամասնություն ըստ այդպես, որովհետև ես դուք լսել եք, չէ՞, ընդդիմության բոլոր ելույթներում խոսք է գնում։ Քաղաքապետարանում դուք Ավինյանը ունի փոքրամասնության իշխանություն, բայց փոքրամասնության իշխանության ամենակ խոսքով չի, չէ՞, դրա տակը հիմք է։ Դրա տակի հիմքը հենց այդ մի մանդատն է, որի հարցը պետք է լուծվի։ Եթե իմ լուծումը սխալ է, թող այդ մարդիկ առաջարկեն ուրիշ լուծում, որ մենք այդ մանդատին։ Բայց դուք հիմա ինչ եք կարծում, տեղը եթե մեկ այլ անց կա, ինչքանով է ինքը համագործակցելու։ Ասել ենքանով է, դրա համագործակցելը արդեն կախված է քո կողմից քաղաքական հետ դիալոգ տանելու, աշխատելու, որովհետև դու իրան առաջարկել ես ԿՊ-ն ինչ-որ բան, չէ՞, դրա համար էլ իրանք որոշել են լինել իրանց հետ։ Մենք պետք է աշխատենք, որ մեկի հետ է աշխատել։ Ես բոլորի հետ էլ շփվում եմ։ Չէ, նկատում եմ, որ իրանք օրինակ միանան իմպիչմենտին։
Հիմա դա էական չի, տունը որովհետեւ չգտնվողների հետ։ ես խոսացել եմ նույնիսկ, հա, ես բոլորի հետ խոսացել եմ, բայց հիմա հարցը դա երկրորդական հարցը, դա ծավալուն թեմա, այդտեղ կան բազմաթիվ քաղաքական, կա քաղաքական բազմաթիվ, դրա մասին ես մանրամասն գրել եմ, եթե ուզում եք մի օր այդ թեմայով կարող եմ հարցազրույց տալ, որտեղ դա կես ժամ կամ իմացանք, հա, վիրավորանքներ, լարված մթնոլորտում է անցելով ու մեր այդտեղ հատուկ բան չունեմ ասելու, էական չի։ Ես ուզում եմ հիմա ես նաև կունենամ ամփոփիչ ելույթ, այս 2 տարվա ավականու գործընթացի մասին եւ իմ համար ֆիքսում եմ մի բան, որ ընդդիմությունը 24 հոգի է եւ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ձեն ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները, ոչ թե վեր թռնի, եթե որևէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձենին տեր կանգնելու համար։ Եթե չի անելու պատասխանում հարցին, ինչու՞ դուրս չեկա հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեծ ընդվզում։ Հանրային տրանսպորտի դուրս գալով չի, հանրային տրանսպորտի դուք ասում եք կազմակերպել այսպես բան արեցիք, չէ՞։ Շանանք մենք ընդհանրապես բոյկոտի կոչ արել ենք, մենք ամենաառաջին ենք կոչ արել միջև ակցիաները։ Կոչ նաև Հայկ Մարությանն արեց եւ մեկ-երկու անգամ նրան տեսանք հանրային տրանսպորտ բարձրանալիս եւ ես երբեք մարդկանց չեմ կոչ արել, ես կոչ եմ արել բոյկոտել, ես երբեք չեմ գնացել իրանց հետ անելու, որովհետեւ ես անձամբ անելու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ իմաստ մարդկանց իրազեկելու, որ իրանք անեն բոյկոտ։ Մենք բոյկոտին մասնակցել ենք մեր կոչերով, մեր ինֆորմացիան տրամադրելով։ Ով որ ուզեցել է անել, դա սխալ է ձեր հարցը, ասում եք ինչի չմիացաք։ Միանալու հարց չի։ Երբ որ ես ասում եմ այո բոյկոտին, նշանակում է ես միացել եմ բոյկոտին։ Որտեղ ես դուրս գալու մեջ իմաստ չեմ տեսնում, ես գնամ ինքս տրանսպորտը չնստեմ, գումարը չտամ։ Ես դրա մեջ իմաստ չեմ։ Իսկ թվում է բոլորն էլ այդպես թողեցին։ Քիզի մի հատ քաղաքական գործիչ կասեք, որը բոլոր օրերին բոյկոտին մասնակցել է։ Առաջի մեկ ամսը երկրորդին չեն արել, երրորդին չեն կարել։ Իսկ նիստ այդ process-ը տապարվել է երրորդ։ Չէ, ես նորից եմ ասում, իմ միանալով չէ։ Մենք պետք է գնանք արդեն նիստի։ Թող ասեն, ով ինչ ուզում է թող ասեն, ըստ էության ասելով չի, այլ գործողությամբ, հա։ Եթե տրանսպորտով պետք է բոյկոտելով իշխանապողություններ, թող ուրեմն իրանք հայտարարել էին, թող տանեին ինչ տրանսպորտից ներողություն, դուք օգնում եք տրանսպորտից։ Ես հազվագյուտ եմ օգնում։ Մեքենայով վճարում եք։ Ես ոտքով եմ հիմնականում։ Ինչը։ Չէ, երբ որ թեպուզ մեկ անգամ Ես չեմ օգտվում ընդհանրապես։ Ասկերես բարեփոխումների հմայքը չէր ձեր մաշկի վրա չեք զգում ոչ մեկ Բարեփոխումների հմայքը դուք պատոնից որ նայեք, հմայքը կտեսնեք որ տրանսպորտի գծերի համար հատկացված այո, բոլոր դարալա տրանսպորտը գալիս է կես ժամը մեկ, այդ կես ժամվա ընթացքում այդ գծերը չեն օգտագործվում, դարել է խցանումներ, այսինքն տրանսպորտի գծագրությունը որ արել է այդ ճանապարհների ուղղությունները, էլի սխալ արվել, այսինքն մի խնդիր չի, բայց իմ ասածն է որ ամեն խնդրի մասին առանձին կանգնել, պայքարել եւ անել փոխարեն ավելի լուրջ լուծում առաջարկվել, բայց մարդիկ չեն ուզում։ Նույնիսկ չեն ասում, այս տարբերակը լավը չի, օրինակի համար բանդատի ձև, բայց եկեք ուրիշ տարբերակով անենք։ Այսինքն ընդհանրապես ես կարող եմ ֆիքսել, որ ընդդիմության դաշտում չկա որևէ նորմալ երկխոսություն, թե ոնց ենք։ Հիմա դուք ինչ եք անելու, պարոն Գրիգորյան, Հայկ Մարությանը Հայկ Մարությանը ձեր ուժը Հայկ Մարությանը հայտարարել էր, որ process-ն սկսվելու, չգիտեմ, օգոստոսին, սեպտեմբերին դուք իրանցից մոտել ինչ որ պարակտում եղել։ Պարակտում չի եղել։ Լավ, ես քանով ավարտենք։ Այսինքն այս ձեր ասացի այս գումարման ավական գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ Հնարավոր է գնալ արտահերթ դատությունների։ Արտադրությունների համար էլ չկա 24 ձայնով, դու չես կարող անես ոչ արտադրություն, ոչ կարող ես օրինագից տապանել, ոչ կարող ես օրինագից ընդունել, այսինքն դու որևէ բան չես դրանալի անգործունա, ընդդիմությունա։ Եթե չի անում ենք այները, որով վերում է 33 ձայնը լրացում։ Նախ բոլոր դեպքերում